Ինձ հուզում է, թե մենք ինչ նյութ ենք լինելու ազգային, որը կարողանա դիմակայի եւ բաց սահմանեն եւ փակ սահմանեն։ Եթե մենք այն հայկի զավակները լինենք այսօր եւ իսկապես դառնանք այն ազգը, որի մասին ես երազում եմ ուղղակի, ոնց որ զարմանում եմ ես երգում ասում եմ, որ այս ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում, դա ինչ որ բառախաղ չի, հասկանում եք, դա իսկապես այդպես է։ Ներսում լուծեք մեր հարցերը, տղեկ, ուզում եք բացեք, ուզում եք փագեք, ուզում եք թռեք, դա ինչ ուզում եք արեք, բայց եկեք մենք մի վիճակի գանք, որ մենք հասկանանք մի բան, որ մենք իսկապես ազգ ենք, եւ մեր հոգեկան լարվածքով ինչ որ չափով գոնե, ինչ որ չափով մոտենում ենք այն ազգին, որ հավաքված էր 89 կամ Ղարաբաղյան սկզբնական շրջանի օրերին օպերայի հրապարակում։ Ոչ թե այն օրերին, երբ որ արդեն սկսվեցին, արդեն մոդա էր դարել, միլիոններով մարդիկ էին գալիս, այլ այն առաջի 10 օրը։ Տղեկ ջան, շատ ներողություն, մենք եթե հայրենասեր ենք, մենք ինչից ելնելով ենք հայրենասեր։ Օդից հայրենասերություն չի գալիս, ես չեմ հավատում դրան։ Առանձնապես հայ լինելը շատ դժվար բան է, որովհետև հայ լինելու համար, հայ հայրենասեր լինելու համար պետք է ունենաս սարսափելի մեծ հոգի, որ կարողանաս հայ պատմությունից ելնելով, հանելով ամբողջ թույնը, ամբողջ վատը, ամբողջ սխալը, զտես քո համար այն, ինչ որ տվել է մեր ազգը, եւ սիրելով դա դառնաս հայրենասեր։ Հաղթել է արդյոք բելը հայկին կամ հայկը հաղթել է բելին, դա ի վերջո բառախաղ է։ Իմաստը այստեղ որակական չափանիշների կոնֆլիկտի մասին է։ Եվ ցավոք սրտի, այո, որակական տեսանկյունից հայկը ամեն օր ժամ առ ժամ, օրեցօր, ամիս առ ամիս եւ ցավոք սրտի տարի առ տարի զիջում է իր դիրքերը։ Եթե դուք դա ուզում եք համարեք պարտություն, խնդրեմ, այո, բելը հաղթեց հայկին։ Հայկի տեսակը երբեք չի վերանում ու չի վերանա։ Ուրիշ, թե հայկի տեսակը տվյալ դեպքում մեր երկրում, մեր ազգի մեջ, մեր հոգևոր լարվածության մեջ ինչ տեղ է գրավում, ցավոք սրտի շատ փոքր։